ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Կիևին ռազմական օգնություն տրամադրելու եւ Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք $300 միլիարդ ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք չի ստիպել Կիևին դիվանագիտական լուծում։ ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը փորձում է լուծել ուկրաինական հակամարտությունը։ Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու Միացյալ Նահանգների առաջարկին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգների գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է եւ կփոխանցվի առաջիկա օրերին։ Նրա խոսքերն է մեջբերում իրանական Թանսիմ լրատվական գործակալությունը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների 5-րդ փուլը Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին, որը միջնորդում է կողմերի միջև, հայտնել է, որ որոշակի, բայց ոչ վերջնական ընթաց է գրանցվել։ Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարեց, որ ԱՄՆ հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆը Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն եւ ընդունելի առաջարկ։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն, ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Օրբանի խոսքով Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը լուրջ խնդիրներ կառաջացնի համայնքի համար։ Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է։ Եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, պատերազմ կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի միջև։ Այս անդամակցությունն այժմ անհնար է։ Սա է աշխարհաքաղաքական իրականությունը, ընդգծել է Օրբանը։ Հունիսի 8-ին Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 2 ոստիկան։ 2 մարդ մոտոցիկլետներով փորձել են ճեղքել պատնեշը։ 2 ոստիկան տուժել են մոտոցիկլավարների կողմից հարվածից հետո։ 2 վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում։ X-ում հայտնել է տեղական ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են Լոս Անջելեսի գլխավոր մայրուղին ազատել երթևեկության համար, որի մի հատվածը փակվել է ցուցարարների կողմից։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով ցուցարարները բախվում են ոստիկանների հետ, նրանց վրա շշեր եւ քարեր նետելով։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են առնվազն 5 մեքենա։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սրացումը պայմանավորված է դաշնային կառավարության գործողություններով, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Կալիֆոռնիայի ազգային գվարդիա ուղարկելու որոշմամբ։ Միացյալ Նահանգների Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում, ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում ըստ գնահատականների եղել է 16-ից 20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Քոֆի շրջանում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը, որում մասնավորապես ասվում է. Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 падգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում Ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման, ասված է հայտարարության մեջ։ Հունիսի 8-ին Գյումրիում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Սրբազան պայքարի առաջնորդը հանդես է եկել ելույթով։ Նա նշել է, որ եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ։ Եկեղեցի պետությունը հարաբերությունների աղճատում գործություն չունի,
որտեղ եկեղեցին հենց այդ պետության եւ պետականության համար պայքարած հազարավոր տարիների ինստիտուտն է, համակարգն է, եթե մի պահ չանդրադառնա իր հոգեվորականությանը։ Երկրորդը այդ արժեքները տեղի ունեն այն պատճառով, որ ժամանակի կառավարիչները համահավաք եւ այս հիմա ներկայիս ցանկանում են երկարքեցնել իրենց բոլոր ծրագրերը իրականացնող, որը մակերում անկարելի է ունի։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Նա հարցաքննվել է զինվորական պաշտոնեական անփութության, մարդ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Շահրամանյանն այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ եւ կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա նրա ազատ արձակումն ապահովելու համար։ Ազատության նավատորմը, որի մեջ է մտնում նաեւ Մադլեն նավը, որով Թունբերգը եւ այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ Մեզ միջազգային ջրերում բռնագրավել եւ առևանգել են իսրայելական օկուպացիոն ուժերը կամ Իսրայելին աջակցող ուժերը։ Ես կոչ եմ անում իմ ընտանիքին եւ ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, ինձ եւ մյուսներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար, ասվում է Թունբերգի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները բարձրացել են Մադելային նավ, սակայն նավի հետ կապը կորել է։ Ավելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների եւ ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի, ասել է Ալուշը Ալ-Իխբարիա հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով մայիսին մոտ 90,000 մարդ է վերադարձել Սիրիա։ 2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ եւ մտան Դամասկոս։ Դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը եւ լքեց երկիրը։ ԱՄՆ-ն քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է Times of Israel թերթը, հողում անելով ամերիկյան աղբյուրներին։ Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացել UNIFIL-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում, գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ UNIFIL-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով եւ ԱՄՆ-ն կարող է վետո դնել հաջորդ բանաձևի վրա, որը պետք է ներկայացվի օգոստոսին։ Jerusalem Post-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն արդեն որոշել է քվեարկել UNIFIL-ի մանդատը երկարաձգելու դեմ։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ UNIFIL-ը պետք է դադարեցնի գործողությունները Լիբանանի հարավում, գրում է թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից դաշնային ֆինանսավորման հնարավոր զանգվածային կրճատումների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունիսի 8-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում քաղաքը տեղակայվի ազգային գվարդիայի 2000 զինծառայող։ Նրանք ցուցարարներ չեն, նրանք վարձատրվում են անկարգություններ հրահարելու համար, գրել է Թրամփը իր սոցցանցերի էջում։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունիսի 9-ի 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին 11-ից 12-ի կեսօրից հետո 10-ի եւ 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ից 12-ը աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 9-ի 12-ից 13-ի գիշերը 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։